Այսօր Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը ու Սրբազան պայքար անունով շարժումը հայտարարել են, որ իրենց կողմնակիցների լայնամասշտաբ խուզարկություններ ու ձերբակալություններ են սկսել իրավապահները։ Հոիդան պատահածը անվանում է ապօրինի քաղաքական հետապնդում եւ շեշտում, որ հետապնդումների նոր փուլը սկսվել է Փաշինյանի Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Հայտնի է, որ Արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին էլ են բերման ենթարկել։ Վաղ առավոտից էր Երևանի կենտրոնը լցված ոստիկաններով։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրավապահները հասարակական կարգի խաթարման ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ունեցել եւ անցել են ուժեղացված ծառայության։ Ձեռնարկում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ, խոստանալով կոշտ հակազդում ցանկացած հակաօրինական գործողության։ Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսվել է իրավապահների տեռոր։ Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը, շեշտելով, որ բերման են ենթարկվել, բաժին են հրավիրվել ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր, խմբեր ներկայացնող 8 տասնյակից ավելի քաղաքացիներ։ Լսենք փաստաբաններից մեկին։ Ես կարծում եմ, այս ամենը պայմանավորված է նրանով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այս բանին գտնվելով Թուրքիայում երևի ինչ-որ մի բան է պատրաստվում հայտարարել կամ ստորագրել եւ այս կերպ փորձում են մեկուսացնել ընդդիմադիր հայացքներ ունեցող հեղինակություն վայելող անձանց, որոնք կարող են ինչ-որ մի կոչով հանդես գալ կամ ինչ-որ մի ընդվզում ցույց տալ օրենքով սահմանված կարգով։ Կարծում եմ, այս աննախադեպ մեծ չափերի ծավալը ցույց է տալիս, որ ինչ-որ մի բան է լինելու, տեսնենք, ցավոք ապրում ենք այսպիսի իրականության մեջ, կարծես թե ոստիկանական պետություն լինի, ես նոր ձեր մոտ գալուց տեսա հրապարակի դիմաց որքան ոստիկաններ կան, զորքեր կան, նույն ձևի բոլոր մի քիչ առաջ քաղաքային վարչությունում էի ոստիկանության, այնտեղ դիմացը, ասենք տասնյակ, 100-ին մոտ հասնող կարմիր բերետավորներ էին, պարզ է, որ ինչ-որ մի գործողություն են կատարում, հրաման են կատարում կամ սպասում են ինչ-որ մի բան անելու, սպասելի է, որովհետև ներկա վարչախումբը միայն հենվում է բռնաճնշումների վրա եւ միայն հենվում է իրավապահ համակարգի վրա, սպասելի է նաեւ բարդուղը մեսային գիշեր կարող է լինել, ամեն ինչ սպասելի է, նայած թե ինչ է կատարվում Արևան երկրում։